Բարև ձեզ հարգելի ագնթիրներ, հետ միջօրեի ժամը 4-ն է, Future-ին սկսենք հայերեն լուրերով հաղորդումը, նախ կփոխանցենք խորաքիրները։ Լյուքսեմբուրգի խորհրդարանը միացայնությամբ կջանչնա հայոց ցեղասպանությունը։ Կառավարությունը կսկսի 2015-ի պետական բյուջեի նախագծի քննարկումները։ Խալամուդի Ասալ Էլ-Վարդի բարձրունքները կգրավվին Հեզբոլլայի և սուրիական վարչագարքային ուժերուն կողմէ։ Գանցնինք մանրամասնություններուն Հեզբոլլա հարվածած է Էլ-Նուսրա ջագադի ղեկավարության պատկանող կարևոր մեկ թիրքը Խալամունի մեջ ըստ նախնական տվյալներու Էլ-Նուսրա ջագադի զինվորական պատասխանատուները սպանված են Հեզբոլլայի կողմէ արձակված հրթիռներուն հետևանքով։ Սուրիական մարդու իրավանց թիդորթական գետրոնը հաստատեց, որ Հեզբոլլա օժանդակությամբ սուրիական վարչագարքային ուժերու հաջողած է գրավել Ասալ Էլ-Վարդ շրջանի շարք մփլուրներ, արյունալի փախումներ ունենալ է ետք Ջաբհաթ Էլ-Նուսրա ջագադին հետ, ընկերակցությամբ հրթիռային և հրասայլային սաստիկ փախումներու։ Կառավարությունը այսօր պետական վարչապետարանին մեջ գումարված իր նիստի ընթացքին քննարկեց 2015-ի պետական բյուջեի նախագիծը, զոր ներկայացուց Ելևմուտքի նախարար Ալի Հասան Խալիլ։ Նիստեն ետք դեղեկատվության նախարար Ռամզի Ժրեյժ հայտարարեց, թե կառավարությունը համաձայն գտնված է նախագիծի առաջին բաժնին, մինչ մյուս բաժիններուն քննարկումը պիտի շարունակվի հառաջիկա 3 շաբթի և 4 շաբթի օրերուն, իսկ 5 շաբթի օր տեղի կունենա կառավարության ընթացիկ նիստը։ Խորհրդարանի նախագահ Հնաբի Հբրի այսօր երեսփոխանները հրավիրեց հանրապետության նախագահի ընտրության նվիրված նիստիմը, որ տեղի պիտի ունենա հառաջիկա 4 շաբթի 13 մայիսին։ Ընկերվար հարաճտիմական կուսակցության երեսփոխան Վալիդ Ջումլատ այսօր շարունակեց վկայություն տալ Լիբանանի հատուկ միջազգային դատական ադյանին առջև։ Ջումլատ հայտնեց, թե նահատակ վարչապետ Ռաֆի Էլ-Հարիրիի իրավունքն էր քաղաքական թեր խաղալ Լիբանանի մեջ և անոր սպանությունը ծրագրված էր քաղաքական նպատակներով։ Ջումլատ գրգին ընդգծեց, որ իր հայրը Քեմալ Ջումլատը սպանված է սուրիական վարչագարքին կողմէ, սակայն ինք չի գիտեր, թե ով տված է հրահանգը։ Ջումլատն նաև նկատել տվավ, որ Լիբանանի մեջ սուրիական ներկայության նպատակը Թաիֆի համաձայնագրի գործադրության հսկումներ, սակայն հետագային այդ ներկայությունը վերածվեցավ Լիբանանի վրա քաղաքական և ապահովական ամբողջական դիրապետության։ Գանցնինք հայաստանյան լուրերու, Լյուքսեմբուրգի խորհրդարանը միացավ հայոց ցեղասպանությունը ջանցող երկիրներու շարքին, որոշումը ցնցում հառաջացուց Թուրքիո մեջ, ինչպես նշեցին թուրքական լրատվամիջոցները։ Լյուքսեմբուրգի խորհրդարանը 3 միացայնությամբ որդեգրեց հայոց ցեղասպանությունը ջանցող փանացև։ Փանացևը ներկայացուցած ադեն պատգամավոր Լորենտ Մոսար հայտարարեց. «Մենք ոչ մեկուն անարգանքի սյունին չենք կամեր։ Ցեղասպանություն իրականացուցած մարդասպանները շատոնց արդեն մահացած են եւ անոնց սերունդները չեն գրնար գրել իրենց բաբերուն մեղքի պատասխանատվությունը, սակայն անոնք պետք է ջանչնան իրենց պատմական մեղքը։ Ան նաեւ ըսավ, մեր փանացևը Թուրքիո թեմ չէ եւ Լյուքսեմբուրգը գբահբան է Թուրքիո հետ բարեկամական հարաբերությունները»։ Իր ղարքին Լյուքսեմբուրգի արտաքին գործոց նախարար Ժան Ասելբորն հայտարարեց, թե երեկվան որոշումը հստակ պատկամ մնե։ Մենք մեր գլուխները կխոնարենք հայ ժողովրդի ահավոր դառաբանքներուն դիմաց, ըսավ Վաս Ասելբորն, միաժամանակ ընդգծելով, որ հայոց ցեղասպանության ճանաչումը թշնամական քայլ չէ Թուրքիո նկատմամբ, այլ գոչ է Հայաստանի ու Թուրքիո միջև հաշտության քոյացման։ Թուրքական լրատվամիջոցները սակայն նշեցին, թե Լյուքսեմբուրգի որոշումը ցնցում մներ Թուրքիո համար։ Թուրքական Դունյա գազեթեսը գայքը գրեց. Եվս մեկ երգիր 1915 գոչեց ցեղասպանություն։ CNN Թուրքը եվս մեծ դեղ հատկացուց լուրին շեշտելով, որ Լյուքսեմբուրգի խորհրդարանը 1915-ին դեղի ունեցածը անվանած է ցեղասպանություն։ Իշխանամետ Յենիս Շաֆակ բարբերականը գրեց, թե Լյուքսեմբուրգի խորհրդարանին մեջ քայթակղեցուցիչ որոշում ընդունված է։ Միլիեթը իր ղարքին նշեց, որ Լյուքսեմբուրգի խորհրդարանը 1915 ջանցավ որպես ցեղասպանություն, սակայն շնորհակալություն հայտնեց Թուրքիո նախագահին ու վարչապետին հայերու թորներուն ցավակցելու համար, իսկ թուրքական ինտերնետ հաբերը լուրը վերնակրեց մեծ ցնցում Թուրքիո համար։ Հայաստանի արտաքին գործոց նախարար Էդվարդ Նալբանդյան ողջունեց Լյուքսեմբուրգի խորհրդարանին կողմէ հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ փանացևի միացայն ընդունումը։ Այս փանացևի ընդունմամբ Լյուքսեմբուրգը համալրեց ցեղասպանությունը ջանցած երկիրներու շարքը եւ իր կարևոր ներդրումը բերավ մարդկության թեմ նոր հանցագործություններու կանխարգելման վեհ գործին, ըսավ Նալբանդյան։
Թուրքիո վարչապետ Ահմեդ Դավուդօղլու հայտարարեց, որ իրենց բաբերուն նման պիտի բայկարին ու պիտի չխոնարին։ Խոսելով աշխարհի զանազան երկիրներում մեջ ցեղասպանության ճանաչման փանացևերուն մասին, վարչապետը իքտիրեն հայտարարեց, որ ցեղասպանության բնդումներով Թուրքիո նեղել ցանկացողները պետք է հրաբարական եւ իրեն լսեն։ Մենք կխոսենք մեր պատմության մասին, կգիսենք ցավը։ Մենք խաղաղության ճամփորդներ ենք։ Աշխարհի մեջ խաղաղության ճամփորդներ, ըսավ Դավուդօղլու։ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյան Վաշինգտոնի մեջ հանդիպում ունեցավ ամերիկացի ձեռագուտականներուն հետ։ Սարգսյան այցելեց նաև հոլոկոստի կամ ողջագիզման թանգարանը։ Հանդիպման եւ այցելության մանրամասնությունները հետևյալ տեսանյութով։ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյան երախտագիտություն հայտնեց հայամետ ձեռագուտականներուն դարիներ շարունակ Հայաստանի եւ հայ ժողովրդի համար գենսական նշանակություն ունեցող հարցերու մեջ առանձնահատուկ վերաբերմունք եւ հոգացություն ցուցաբերելու համար։ Հանդիպումի մասնագետները համագործիկ եղան, որ Հայաստանի Հանրապետության անկախության ճանաչումենի վեր հայ-ամերիկյան հարաբերությունները ընդգրկած են համագործակցության լայն շրջանակը։ Սարգսյան բարձրորեն գնահատեց Հայաստանի տնտեսական զարգացման դարբեր ոլորտներու մեջ բարեփոխումներուն, ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության գայացման դարիներ շարունակ ցուցաբերվող Միացյալ Նահանգներու աջակցությունը, միտված Հայաստանի pedagogical ամրապնդման։ Հանդիպումին անդրադարձ եղավ հայոց ցեղասպանության 100-րդ դարելիցին անոր շրջանակներեն ներս Հայաստանի եւ աշխարհի բազմաթիվ երկիրներու մեջ գայացող հիշադակի եւ ոգեգոճման միջոցառումներուն, ներառյալ Վաշինգտոնի ազգային դաջարին մեջ գայանալիք հայոց ցեղասպանության նվիրված միջկրոնական աղոթքին։ Հանդիպումին ներկա եղած բոլոր ձեռագուտականները կարևորեցին ցեղասպանության ճանաչումն ու դադարդումը։ Զրուցակիցները միտքեր փոխանակեցին նաև հարավային Կովկասի տարածաշրջանի խնդիրներուն եւ մարտահրավերներուն, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ղեկավարման փանակցային գործընթացին շուրջ։ Սարգսյան այցելեց նաև հրեական ողջագիզման թանգարան, որուն ավագ խորհրդական Արտյուր Բերգերի խոսքով Հայաստանի նախագահի այցելությունը խիստ կարևոր է, որովհետեւ մեծ բադիվ է հյուրընկալել Հայաստանի նման եզակի պատմություն ունեցող երկրի նախագահը եւ այս այցելությունը նաև ցույց կտա նախագահի հարկանքը հրեա ժողովրդին նկատմամբ։ Իր քրարման մեջ նախագահ Սարգսյանը ընդգծեց. «Ասիգա վայրմն է, որ իր բادرուն ներքև գամփոփե խոր թախից եւ միաժամանակ հույսի մեծ շող, շեշտադրելով անցյալին առերեսվելու առավելությունը ընդեմ անցյալի ժխտման եւ քողարկման»։ Հայաստանի նախագահին ներկայացվեցան հрьяաներու փրկած հայերու պատմությունները, ինչպես նաեւ Հիտլերի հայտնի խոսքերով առանցին բադը, որուն վրա գրված է. «Ով այսօր կհիշե հայերու գոդորածին մասին»։ Հայոց ցեղասպանության 100-ամյակի հիշադակի ցերնարտներու ձիրին մեջ հովանավորությամբ սոլիդերին եւ ցեղասպանության 100-ամյակի ոգեգոճման լիփանանի գետրոնական մարմնին Noah's Ark ցուցասրահին հետ համագործակցաբար բացումը կատարվեցավ ազգիմը վերածնունդը կամ Rebirth of a Nation խորակրյալ ցուցահանդեսին Beirut Exhibition Center-ին մեջ։ Մշակույթի նախարարի ներկայությամբ տեղի ունեցած բացման հանդիսության ներկա գտնվեցավ նաև Լիբանանի հայոց առաջնորդ Շահե եպիսկոպոս Փանոսյան։ Գազագերբիչները նշեցին, որ այս ցուցահանդեսը առաջին հերթին ուղղված է օդարազգիներուն եւ ոչ հայերուն, որբեսի անոնք ագանադես դառնան հայ ժողովրդի մշակութային կարողություններուն եւ տեսնեն, թե ինչպես այսպիսի մշակույթ արդատրած ժողովուրդը ենթարկված է սպանություններու եւ ոչնչացումի։ Նշենք, որ ավելի քան 100 արվեստագետներ եւ անոնց գործերը կներկայացնեն թե ցեղասպանությունը եւ թե վերածնունդի միտքերը։ Ցուցահանդեսը բաց կմնա մինչեւ մայիս 31։ Եվ այժմ ցանոթումային ընդմիջում, որ մեյետք հարցազրույց Հայգազյան համալսարանի հանրային գաբերու պատասխանատու Միրա Յարդմյանի հետ։ Հայգազյան համալսարանի 60-ամյակի գետրոնական ցերնարտները այսօր սկիզբ գարնեն գալա ընթրիկով։ Ընթրիկին եւ 60-ամյակի ցերնարտներուն մասին հավելյալ դեղեցություններ այժմ մեզի կփոխանցե համալսարանի հանրային գաբերու պատասխանատու Դիգին Միրա Յարդմյան։ Բարի եկած Դիգին Յարդմյան։ Բարի տեսանք։ Դիգին Միրա, ինչ նշանակություն ունի արդյոք այսօրվան գալա ընթրիկը, անշուշտ ինչպես նշեցինք, որով կնախանշվին 60-ամյակի գետրոնական ցերնարտները։ Ուրեմն նազելի ինչպես ասիք արդեն քանի ժամեն մեր ընթրիկն է այս ընթրիկով արդեն իսկ Հայգազյան համալսարանը գմտնե 60-ամյակի գետրոնական դոնագադարություններուն այս արիթով իբր ներկայություն ունենք 400-ն ավելի անձեր որ ներկա պիտի գտնվին ունենք Հայգազյանի հոգապարծական գազմը որ Լիբանան գտնվի ամբողջությամբ ունենք մեծ եկեղեցական պատվիրակությունը Միացյալ Նահանգներեն Իսկ դեղական առումով ունիկ լիբանանյան եւ հայ
միություններու, գուսակցություններու, pedagogan թեմքեր, բավական ներկայացուցիչներ, որ ներկայ գտնվին այս մեր ընթրիկին։ Լավ միրա նախ գետրոնանանք անշուշտ ընթրիկի մանրամասնություններու, ընթրիկի երեգոյան մանրամասնություններուն վրա, ինչ ձեռակիր նախադեсված է այս ընթրիկի ընթացքին։ Ուրեմն նախադեսենք անշուշտ կարևոր մասը բարգեւադրություններու մասն է, այս արիտով Հայգազյան համալսարանը պիտի բարգեւադրե մեծ գազագերբություններ, որոնք դարիներու ընթացքին նեցուկ կանգնած են Հայգազյանի, կան մեջը կան գազագերբություններ, որ կրնանք ասել Հայգազյանի հիմնադրության օրեն ի վեր, այսինքն շուրջ 60 տարի է ի վեր նեցուկ կգանքնին Հայգազյանի ունինք ընդանեկան հիմնարկներ, ունինք դարբեր նվիրատուներ, որ այս արիտով Հայգազյանը իրենք պիտի բարգեւադրե։ Վստահ եմ, այսինքն ավելիով գարժեն վարձկերնին գադար փոլորին։ Իսկ գեղարվեստական հայդակրով արդյոք ինչ նախադեսած եք։ Վստահ լավակույնը։ Լավակույնը անշուշտ, ուրեմն գեղարվեստական հայդակրի մեջ կնախադեսենք համաշխարհային օպերայի երգչուհի Արաքս Չեկիջյանը եւ նաեւ հայրենի երգչուհի Զարուհի Բաբայանը, որ հոսե հadouk Հայգազյանի հրավերով իր նվագախումբին հետ որ պիտի ջոխացնեն մեր ընթրիկը։ Լավ, վստահ եմ, որ շատ հadouk երեգոմը պիտի լա անցնենք Անշուշտ մնացյալ ցերնարկներուն, այս կանով ընթրիկի մասին, ինչ են արդյոք Հայգազյանի 60-ամյակի գետրոնական մնացյալ ցերնարկները։ Ուրեմն ունենք ամիջապես յետ նորեն մայիս ամսվա ընթացքին ունենք մեր ուսանողական փառատոնը, մեծ պատրաստություն կտեսնենք, անիգակալ շաբաթ օրով պիտի ըլլա, մեծ բավական թիվով հրավերներ ուղարկած ենք բոլոր դպրոցներուն եւ համալսարաններուն, որ ներկա գտնվին Հայգազյան, հոն դեղի պիտի ունենա զանազան տասախոսական շարքեր լիբանանյան հայտնի թեմքերու հետ, պիտի իրենց փորձառությունը բաժնեկցին Հայգազյանի եւ ներկաներուն հետ, ունենք զանազան Հայգազյանի ուսանողական ակումբները իրենց ներկայացումները պիտի ունենան, իրենց մրցումները եւ այլն, ունենք անշուշտ ուդելիքի մասեր, պարադոն է, այսինքն շաբաթօրով պիտի ըլլա։ Շատ լավ։ Ճիշտ անգեյետ ունենք մեր շրջանավարտից հանդեսը, որ կհամարենք իբր գետրոնական կարևորակույնը, այսինքն 60-ամյակի ցերնարկներուն, անշուշտ պիտի նշվի փարաշուկ ձևով, հարաճիգա օրերուն ավելի կանդրադառնանք մանրամասնություններուն։ Վստահ եմ, որ շատ հաճող ցերնարկներ պիտի ըլլան դիգին միրա, նկատի առած, որ Հայգազյանը միշտ զբաղած է այսպիսի մշակութասեր եւ տաստիարակչական ցերնարկներով, հաջողություն կմաղթենք ձեզի, վստահ եմ, որ այդ արդեն դակնաբի եւ հևքի մեջ եք։ Այո, արդեն իսկ հիմա Հայգազյանի մեջ բավական վերջին ժամերն են, Նազելի գիտես ինչպես կլա վերջին ժամերը, բայց հույսով եւ հավատքով ենք, որ շատ հաճող ցերնարկը պիտի լա։ Անպայման կմաղթենք մենգալ եւ անպայման ներկա կգտնվենք։ Շնորհակալություն ձեզի միրա եւ գանցնենք մեր այսօրվան գլխավոր լուրերու հաղորդման։ Լյուքսեմբուրգի խորհրդարանը միացայնությամբ կջանչնա հայոց ցեղասպանությունը։ Գարավարությունը կսկսի 2015-ի պետական բյուջեի նախագիծի քննարկումները։ Խալամունի ասել է լուարդի բարձրունքները կգրավվին Հեզբալլայի եւ սուրիական վարչագարկային ուժերուն կողմէ։ Եվ այսպիսով կավարտենք այսօրվան մեր հայերեն լուրերու հաղորդումը, դարձյալ մեր շնորհակալությունը գուղենք Հայգազյան համալսարանի հանրային գաբերու պատասխանատու դիգին Միրա Յարդմյանին։ Շնորհակալություն եւ ցտեսություն։